Պարոն Առաքելյան, կուզեի խոսել Ռուբեն Վարդանյանի մասին, դատապարտվեց Բաքվում 20 տարի ազատազրկման, ընտանիքի անդամների հետ շփում եղել է, ինչ վիճակում են, ինչ նոր բան կասեք։ Դե բավականին սահմանափակ է պարոն Վարդանի եւ նաեւ մեր մյուս հայրենակիցների նկատմամբ տեղեկատվությունը, որովհետեւ եթե միջև վերջերս կար Կարմիր խաչի գրասենյակը, որը ելի ոչ ամբողջական, բայց գոնե այլ տեղեկատվություն էր փոխանցում հարազատներին, հիմա դա էլ է փակվել եւ միակ տեղեկատվությունը, որ Բաքվում գտնվող մեր հայրենակիցներից լինում է ստանալ, դա պարբերաբար այդ հեռախոսազանգերն են, որոնց մի մասը երբեմն Ռուբեն Վարդանի ընտանիքը նաեւ հանրությանն է ներկայացնում հեռախոսազանգերի ձայնագրությունները, վերջին հեռախոսազանգն էլ ֆիքսեցինք, որ նույնիսկ ընդհատեցին, չթողեցին խոսել, ընդ որում դա էլ Ադրբեջանի քմաճուկով է լինում, ինչ պարբերականությամբ, ինչ րոպեով խոսեն, որովհետեւ այլ տեղեկություն ցավոք հնարավոր չէ ստանալ, քանի որ նաեւ փաստաբաններն էլ, դատապաշտպաններն էլ բոլորը տեղական ադրբեջանցի փաստաբաններն են եւ միջազգային իրավական խումբն էլ, որովհետեւ հասանելիություն Ռուբեն Վարդանի հետ շփվելու կամ գործընթացին ներգրավելու չկա, միջազգային հանրության այս լռությունն էլ է իհարկե անընդունելի, որովհետեւ որևիցե ձևով ոչ ներգրաված եղավ այս կեղծդատավարական գործընթացին եւ ոչ էլ նաեւ այլ ձևով է փորձում տեղեկատվություն ստանալ։ Իհարկե այս ամենի թիվ 1 մեղավոր շահառուն Հայաստանի իշխանություններն են, որովհետեւ նրանք պետք է այդ ջանքերը գործադրեն միջազգային հանրության հետ աշխատեն, որպեսզի առնվազն գոնե այս փուլում մեր հայրենակիցների նկատմամբ պատշաճ տեղեկատվություն եւ աջակցություն ապահովի, բայց ցավոք Հայաստանի իշխանությունները ամբողջովին մոռացության են մատնել մեր գերիների ճակատագիրը եւ սա նույնպես մեզ համար այն կարեւորագույն առանցքային կետերից մեկն է, որը մենք արդեն վաղուց ամրագրել ենք, որ առանց իշխանափոխության եւ առանց որակյալ իշխանության հնարավոր չէ գերիների վերադարձը ապահովել։ Երբ իշխանությունը գերիների մասին հարցադրումներ են քողում, ասում են մենք փակ բանակցություններում միշտ անդրադառնում ենք, դա տեսանելի չէ, բայց արդյունքներ ենք ապահովում, վերջերս էլ 4 գերիներ վերադարձան, միշտ շեշտում են, մենք աշխատում ենք եւ այլն, ձեզ համար այդ աշխատանքը ինչու տեսանելի չէ։ Իհարկե այն, որ դիվանագիտական աշխատանքը կարող է լինել փակ եւ պարտադիր չէ դրա մասին խոսել, նորմալ է, բայց արդյունքները յուրաքանչյուր մեր հայրենակցի վերադարձը շատ կարեւոր է, բայց արդյունքները բավականին մտահոգիչ են, որովհետեւ դեռևս 19 մեր հայրենակիցներ գտնվում են Բաքվում եւ մի մասը նույնիսկ 2020 թվականից է գերեվարված։ Խնդիրը այն է, որ բավականին նպաստավոր իրավիճակներում, երբ Հայաստանի իշխանությունը չի կարողանում այս հարցին լուծում տալ, դա անընդունելի է, մասնավորապես Վաշինգտոնյան փաստաթղթերի այդ գործընթացի ժամանակ, նաև նախագահ Թրամփի կողմից այդ հարցի բարձրաձայնումը բավականին շահեկան իրավիճակ էր։ Իսկ հիմա մենք տեսնում ենք աշխարհը այնպես արագ է փոխվում, որ այլևս ԱՄՆ վարչակազմի համար հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը չի համարվում առաջնային խնդիր, հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, որի կիզակետում նույն Միացյալ Նահանգներն են, հետեւաբար այս տեսանկյունից ոչ թե պետք է ասել ամենտեղ, բայց բարձրաձայնել մենք կարող ենք, լրագրողները, ժողովուրդը կարող է բարձրաձայնել, իշխանության խնդիրը ոչ թե այդ հարցի բարձրաձայնում, այդ հարցի լուծումն է։ Եվ այս խաղաղության օրակարգը հենց այն կարևորագույն կետն է, որի շրջանակներում պետք է օր առաջ գերիների վերադարձով զբաղվել եւ դարձնել սա արտաքին քաղաքական օրակարգ, սա ամենևին էլ երկկողմ խնդիր չէ, սահմանազատման կամ ասենք ճանապարհների բացման կամ առևտրի, որ երկու կողմերի տեսանկյունից պետք է նայել, սա բացառապես միակողմանի հարց է, այսինքն Ադրբեջանը երբևէ չի էլ ասում, որ Հայաստանում ադրբեջանցի գերիներ կան, եւ այս ուղղությամբ Հայաստանի իշխանությունների կրավորական կեցվածքը նաեւ մեկ այլ խնդրի է հանգեցնում, որ երբ չեն խոսում այս հարցի վերաբերյալ նաեւ պաշտոնապես, սա բերել է այն իրավիճակի, որ Ադրբեջանը ասում է, այս մարդիկ հանցագործներ են, այս մարդիկ դատապարտվել են, գերիներ չեն, եւ պատիժը պետք է կրեն։ Ու երբ որ Հայաստանի իշխանությունը որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երաշխավոր այս մասին չի խոսում, միջազգային հանրությունը իրավունք ունի այդ մասին ստանալ այդ միակողմանի տեղեկատվությունը եւ համարել, որ այս մարդիկ դատապարտվել են ինչ-որ հանցագործության համար, ինչպես մենք շատ հաճախ ինչ-որ երկրներում տեղ ունեցող իրադարձությունների մասին ստանում ենք
մասնակի տեղեկատվություն հնարավոր է չունենանք ճիշտ պատկեր։ Իսկն միջազգային հանրությունը ամբողջովին էլ պարտավոր չէ իմանալ այդ մարդկանց գործունեությունը, Արցախյան շարժումը եւ այլն եւ այլն։ Հետեւաբար արտգործնախարարությունը պարտավոր էր նաեւ այս դատավճիռներից հետո հստակ միջազգային հանրությանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, որ այդ մարդիկ հանցագործություն չեն կատարել, այլ գերի են։ Այլ խնդիրը հենց ստեղ է, որ Ադրբեջանը այս մարդկանց կարգավիճակը գերությունից փոխում է հանցագործների եւ դառնում է ուղղակի սովորական իրավիճակ եւ առաջին հերթին Հայաստանի իշխանությունը անընդհատ պետք է ֆիքսի այս մարդկանց գերի լինելու փաստը, որպեսզի կարողանա նրանց վերադարձը ապահովել։ Հնարավոր համարում եք նախընտրական փուլում գերիների վերադարձի, ես հիշում եմ, որ նման խոսակցություններ են պատտվում ընդդիմության կողմից, որ չեն բացառում գերիներ վերադառնալ նախընտրական փուլում։ Չեմ ուզենա այդ որպես շահարկման տիրույթում նայել երկու կողմից, բայց սա այն հարցն է, որ եթե անգամ սա պետք է նախընտրական քարոզչական գործիք հանդիսանա, եթե անգամ սա պետք է Նիկոլ Փաշինյանի վարկանիշը մի փոքր բարձրացնի, ես մեր յուրաքանչյուր հայրենակցի օր առաջ վերադարձը միայն ողջունելի է, թող օգտագործի իր քարոզարշավի ժամանակ, միայն թե մեր գոնե մեկ հայրենակից վերադառնա, այո, բնական է, որ նաև ասացի, որ Իլհամ Ալիևի աջակցությունը ստանում է Նիկոլ Փաշինյանը եւ ես չեմ էլ բացառում, որ գերիների վերադարձի հնարավոր լուծումը նաև Վաշինգտոնում քննարկված լիներ, նաև նախագահ Թրամփի միջնորդությամբ, բայց հնարավոր է որ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորված լինեն, որ այդ գերիների վերադարձը թողեն ընտրությունների նախաշեմին, քանի որ պետք է ասեք օգոստոսին գերիները վերադարձած լինեն, հիմա դա չէ լինելու կարևորագույն օրակարգ է մեդիա աղմուկի մեջ եւ այո, առաջիկայում հնարավոր է էլի գերիների վերադարձ, բայց էլի կրկնում դա միայն դրական իրադարձություն տեղի կունենա։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։